Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանն է։ Բարև ձեզ Տիկին Կոստանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Սիրով, Տիկին Կոստանյան ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Երևանում հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում ինքը աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես է գնահատում ԱՄՆ փոխնախագահի այս հայտարարությունը եւ արդյոք սա միայն հայտարարության մակարդակով աջակցություններ, թե դրան կհետևեն նաեւ կոնկրետ գործողություններ, որոնք կնպաստեն Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։ Դե մենք առաջին անգամ չի որ տեսնում ենք այս վարչակարգի ուրեմն իշխանության վերարտադրության ուղղությամբ տարբեր քաղաքական արտաքին քաղաքական կենտրոնների աջակցությունը Եվրոմիության կողմից նմանատիպ քայլեր եղան, Թուրքիայի կողմից են եղել, Ադրբեջանի, ես կարծում եմ սա հերթական PR արշավներ, մեսիջ ուղարկելով հայ հասարակությանը, որ տեսեք ամերիկյան մեծ պետությունը, գերտերությունը մեզ աջակցում է, բայց կարծում եմ ընդհանրապես այսինքն այս իշխանության կողմից որոշակի այդպես ստրկամիտ քայլեր հաստատ նախաձեռնվել են համոզելու, որ գոնե այդ մի երկու ձևակերպումը ուղղեն որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանի ներկայիս իշխանության եւ հետագա վերարտադրության։ Սակայն կարծում եմ այս քայլերը, ինչքան էլ որ մեզ գեղեցիկ այսպես փաթեթավորման ներկայացնում են 99 տարվա Հայաստանի Հանրապետության գոյության 99 տարվա որպես երաշխիք, դրանք պարզապես կարճաժամկետ չերաշխավորված հայտարարություններ են, մենք դրանց բազմաթիվ ուրեմն ապացույցները տարբեր իրավիճակներում եւ ժամանակահատվածներում տեսել ենք, որ այդ հայտարարությունները ոչ մի երաշխիք չեն տալիս ավելի այսպես Հայաստանի համար շահավետ գործողություններ։ Չհաշված են ռիսկերը, որոնք առաջացնում են։ Իհարկե, են ռիսկերը։ Այստեղ հղում է արվում օգոստոսի 8-ի այդ եռակողմ, այսպես ասած, թղթին, բայց այդ թուղթը իրավական առումով վիճարկելի է առնվազն, որովհետև հենց իմ վկայակոչած երաշխիքները չի ամրագրում իր մեջ եւ պարզապես հայտարարություն է, ոչ թե եռակողմ օրինակ, չգիտեմ, իրավական փաստաթուղթ, որը հիմնավորապես անվտանգային նաև երաշխիքներ կտար Հայաստանի Հանրապետության համար։ Պարզապես մի թուղթ է, որտեղ ամերիկյան ներկայացումն է ամրագրվում, որը ինչպես գիտենք, մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար ամենամեծ վտանգն է ներկայացնում։ Ընդ որում որպես վկա է Միացյալ Նահանգները, այլ ոչ որպես միջնորդ, ոչ որպես կողմ։ Այո, որպես վկա է, կողմ չի հանդիսանում, չէր կարող կողմ հանդիսանալ, որտեղ նորից կրկնում եմ, սա իրավական հիմք չունեցող փաստաթուղթ է ընդհանրապես ինչ որ հուշագիր։ Եվ սրանից բխում է, որ ցանկացած իրավիճակում նաև Միացյալ Նահանգները պատասխանատվության չի կրելու։ Պատասխանատվություն չի կրելու, այո, եւ նորից էլի վերադառնալով անվտանգային երաշխիքներին, օրինակ եթե ասենք մեր հարևան երկրի հետ որևէ էսկալացիա տեղի ունենա, ապա ամերիկյան կողմը ինչ քայլեր է ձեռնարկելու, որպեսզի խաղաղեցնի ոչ թե ռազմական գործողություններ ձևակերպի ու մյուս կողմից էլ նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը վիճարկվում է, որովհետև Ադրբեջանի կողմից արդյոք մենք գիտենք այս պահին այն նկրտումները, որ դա պետք է վերահսկվի Ադրբեջանի կողմից, այսինքն Ադրբեջանը հետ է քաշել իր այդ պահանջները։ Հայ սահմանապահների երես չպիտի տեսնեն, կարծես թե հասել են սրան։ Այո, Հայաստանի Հանրապետության տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության սահմանապահ ուժերը իրավունքներ չեն ունենալու։ Դուք էլ ձեր խոսքում փաստեցիք, որ Նիկոլ Փաշինյանն ունի արևմուտքի աջակցությունը շատերի գնահատմամբ անվերապահ, Ռուսաստանից էլ մենք տեսնում ենք, որ առնվազն լոյալություն են եւ դրսեւորում եւ Փաշինյանի վերընտրվելուն չեն խանգարում, եւ որպեսզի խնդիրներ չստեղծվի նրա համար։ Ձեր գնահատմամբ ինչու է Փաշինյանի իշխանության շուրջ այս աշխարհաքաղաքական կոնսենսուսը շարունակվում, հատկապես այն դեպքում, երբ առանցքային ընդդիմադիր ուժերը, որոնք իշխանության գալու հայտ են ներկայացնում, բաց տեքստով հայտարարում են, որ Փաշինյանի ստանձնած պարտավորություններից չեն հրաժարվելու, նույն Թրամփի ուղղումասով խաղաղության պայմանագրի եւ այլն։ Գիտեք, ընդհանրապես ամերիկյան քաղաքականությունը հատկապես որ ուսումնասիրում ենք վերջին առնվազն 30 տարիների ընթացքում, կարելի է մի հետաքրքիր նյուանս նկատել, հատկապես մերձավոր արևելքում։ Ընդհանրապես ամերիկյան բոլոր վարչակարգերի այսպես հեռանկարային մոտեցումը եղել է, որ տարբեր տարածաշրջաններում իրենց համար ունենան լոյալ առաջնորդներ եւ նրանք ովքեր որ ըմբոստություն են դրսեւորել
լավ ճակատագրի չեն արժանացել։ Հիմա նույնը Հայաստանում։ Ինչու է Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոմիության համար ցանկալի առաջնորդ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության ղեկավարը, որովհետև բոլորի պայմաններին թելադրած համաձայնում է, ով չէր ուզենա, բոլորի սրտի, այսպես ասած, ղեկավարն է Հայաստանում։ Բոլորին ձեռնտու է բացի Հայաստանից, բացի Հայաստանից, որովհետև Հայաստանի շահերից չի բխում նրա որոշած կամ նրա առաջարկած քայլերը։ Այսինքն այդ պարտուղական մոտեցումները, որը վնաս է Հայաստանի Հանրապետությանը եւ ամբողջ հայ ժողովրդին, ձեռնտու է մեծ հաշվով տարածաշրջանում գրեթե բոլորին, էլ չեմ ասում արդեն ծովեր անկողմ գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ինչու պետք է ձեռք չտան, նույնն էլ Ռուսաստանի պարագայում է։ Բոլորին թող չթվա, որ Փաշինյանի այս պարտուղական քաղաքականությունը, զիջողական քաղաքականությունը, նաև արևմտամետ արևմուտքին հաճո քայլերը ձեռնտու չեն Ռուսաստանին, որովհետև արևմուտքում գնում է մի բան է պայմանավորվում, գալիս է Ռուսաստանում Պուտինի հետ բարի դրացիություն է անում, Լավրովի հետ քփություն է անում, Ալեն Սիմոնյանը դաշնակից որակեց։ Այո, Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով ասում ինչ եղել, որ ոչ մի խնդիր չկա, մեր մեջ հարաբերությունները ջերմ են։ Այսինքն մեծ հաշվով այստեղ այս տեսակ մոտեցմամբ նրանք ձեռնտու են աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, թե ինչի կարող է հանգեցնել այս տեսակ վարքագիծը, հա, անընդհատ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի շահերի հաշվին զիջելով այդ շահերը ինչ կարող է բերել, դա առնվազն կարող ենք ընկնել դավադրությունների գիրկը եւ տարբեր սցենարներ մտածել, որոնք հաստատ մեծ ապագա չեն խոստանում։ Մեր շահերից չեն բխում։ Իհարկե։ Եվ Վենսյան այցի շրջանակներում բոլորից առավելապես հուզում էր Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների եւ պատանդների ճակատագիրը, հայտնի դարձավ, որ Վենսն այս հարցը քննարկել է Բաքվում, ինչպես խոստացել էր, եւ գնահատականներ են հնչում, որ առաջիկայում այս մասով որոշակի դրական զարգացումներ կունենանք։ Անձամբ ինչ ակնկալիքներ ունեք այս հարցում եւ կիսում եք հանրային դաշտում նկատվող այս լավատեսությունը։ Անկեղծ ասած, հատկապես սոցիալական մեդիայում տիրող այդ մեծ, այսպես ասած, ուրախությունները, որ ոգևորված հայկական տիրույթում հատկապես տիրում են, իհարկե լավ է, որ մարդիկ լավ են տրամադրված, բայց ռեալ պոլիտիկում, որքանով է դա իրական, դժվար է գնահատականներ տալ։ Եվ որն է գինը լինելու ամենակարևորը։ Այո, հանրային առումով, այսինքն բաց հանրային ուրեմն դաշտում մենք մինչ օրս Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից այդպես մեծ ջանքեր ներդնելու խանդավառություն չենք տեսել։ Հակառակը տեսել ենք, որ օրինակ Արցախի հետ կապված տարբեր հայտարարությունների ուղղությամբ նրանք բլոկներ են դնում։ Արցախ բառը չպիտի օգտագործվի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի շուրջ քննարկումները տաբու են Հայաստանի Հանրապետության տարածքում, Արցախի Հանրապետության թեկուզ միայն իրավունքի տեսանկյունից, հա, Արցախահայերի իրավունքները պաշտպանելու տեսանկյունից ինչ որ գործողություններ անելը լրիվ լեգիտիմ օրինական է, այսինքն չես կարող դու մեկ օրում ջնջել մի ամբողջ ժողովրդի հատվածի իրավունքները, բայց մենք չենք տեսնում այդ քայլերը այս իշխանության կողմից եւ միայն լոզունգները թե ինչ գիտեք, թե ինչ են անում, մենք լուրջ ենք բարձրաձայնում աշխատանքներ ենք տանում, այդ ուղղակի հերթական լոլոներն են, որով փորձում են այսպես ասած մարման կրակի պես պահել Արցախահայերի բարկությունը, որովհետև այսինքն որքան ժամանակը ձգվի, այնքան մարդիկ կհուսալքվեն, ձեռ կքաշեն իրենց իրավունքների պաշտպանությունից, իսկ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը մասնավորապես Հայաստանի Հանրապետություն արդյոք իրենց ձեռնտու է։ Ես կարծում եմ, որ ձեռնտու չէ, հետևաբար ինչու պիտի։ Դե գիտեք, միշտ կարող են ռիսկեր գնահատվել, ռիսկեր լինել, որ Հայաստանում Արցախահայերի իրավունքների պաշտպանության մասով կարող են նախաձեռնություններ լինեն եւ որպիսի այդ օջախները իրենք կարողանան կառավարելի
պահել եւ չթողնեն, որպեսզի զարգանան իրավունքի տեսանկյունից, իրավունքի մասն ենք մենք խոսում, նրանց ամեն դեպքում ձեռնտու չէ։ Հետևաբար նաև ինչքան երկար պահվեն նրանք Բաքվում, այս իշխանությանը մեծ հաշվով ձեռնտու է։ Եվ չի բացառվում բնականաբար ինչ որ պայմանավորվածությունների իդեպ Ադրբեջանի համար ցանկալի պայմանավորվածությունների արդյունքում մեկ էլ վերադարձնեն։ Չնայած մենք գիտենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վճիռները վերջնական ցմահ եւ 20 տարվա, այո, բայց դրանք վերջնական չեն։ Մյուս կողմից նաև այդ ջանքերը տեսանելի է հանրային հասարակական դաշտում մասնավոր նախաձեռնությունների տեսքով մենք գիտենք Սիրանուշ Սահակյանը ինչ ջանքեր է ներդնում, որպեսզի այս ուղղությամբ կարողանա աշխատանքներ տանի եւ ես համոզմունք ունեմ նաև որոշակի վստահություն, որ նա հաջողություններ կարող է գրանցել մասնավոր նախաձեռնության արդյունքում, ոչ թե պետության կողմից։ Այսինքն իր ջանքերի արդյունքում տեղի ունենա այս վերադարձը։ Իհարկե։ Ու նաև չմոռանանք, որ ընդամենը ամիսներ առաջ Հայաստանի կողմից տարբեր Ադրբեջանի հանդեպ Հայաստանի Հանրապետության տարբեր պահանջների դատական ակտերի հետ կանչեր էին տեղի ունեցել։ Տիկին Կոստանյան, մենք մոտենում ենք խորհրդարանական ընտրություններին, իշխանությունը հայտարարում է, որ կատարել են իրենց գլխավոր խոստումը 21 թվականին եւ խաղաղություն են բերել, տեսնում ենք նաեւ թե ինչպիսի աջակցություն ունի Փաշինյանը։ Այս ամենը համադրելով ինչ եք կարծում, ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելը հնարավոր է եւ ամենակարևորը մեր ընդդիմությունը, իրական ընդդիմադիր ուժերը ինչ քայլերից պետք է խուսափեն, որպեսզի ոչ մի դեպքում 21 թվականի պատկերը չկրկնենք։ Նախ ես հեռու եմ այն մտքից, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը պահպանվել է այն նույն տեսքով, ինչ որ եղել էր 21 թվականին, այդ վարկանիշը պատմական մինիմումում կարելի է համարել, որ այս պահին գտնվում է տարբեր սոցիոլոգիական հարցումներից ելնելով եւ գիտեք, պարտադիր չէ գիտական մոտեցում ունենալ, որպեսզի հասկանանք, որ այդ վարկանիշը ժամանակահատվածում մաշվել է։ Առօրյայում տարբեր մարդկանց հետ շփվելուց, տաքսիներում, տրանսպորտում մարդկանց տրամադրությունները կարելի է չափել անձնական մոտեցումներով եւ հասկանալ, որ Փաշինյանը այն հանրային մեծ աջակցությունը այլևս չունի։ Արդյոք հնարավոր է ընտրություններով իշխանափոխություն անել, թեև այդ պրակտիկան համարում են, որ Հայաստանի Հանրապետության անկախ հանրապետության պատմության մեջ գրեթե չի եղել ընտրությունների միջոցով, որովհետև բոլոր վարչակազմերի, բոլոր իշխանությունների ժամանակ միշտ ընտրակեղծիքները տեղ են գտել հայկական իրականության մեջ եւ ով կասի հակառակը, որ ոչ եղել է արդար ընտրություններ, ապա շարունակում են մոլորության մեջ պահել հայ հասարակությանը։ Հնարավորություն ասում է իր օրոք չի կեղծվում ընտրությունները, երեկ էլ հայտարարեց, որ օրինակ Երևանի ավականու ընտրություններում արդյունքը 120 քվեի տարբերությամբ է ընդամենը որոշվել։ Բայց եկեք մասնակցայինությունը նաև չմոռանանք, հա, ինչպիսի աննախադեպ ցածր մասնակցայինություն է եղել եւ դա առնվազն վիճարկման տակ է դնում ներկայիս ուրեմն Երևանի քաղաքապետի լեգիտիմությունը։ Այսինքն մեր Երևան քաղաքի բնակչությունը ամբողջապես կամ գոնե 50%-ից ավելի չափով չի մասնակցել այդ ընտրություններին։ Եվ սա միշտ պետք է հիշել եւ հիշեցնել քաղաքացիներին, որ Երևանի քաղաքապետը այդ առումով լեգիտիմ չէ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, իշխանության վերարտադրության, դրա բոլոր շանսերը կան։ Իշխանությունը միշտ տիրապետում է վարչական ռեսուրսների եւ տարբեր մեթոդներով, շատ վաղուց սեփական քարոզարշավը ոչ պաշտոնական սկսել է։ Դա արվում է նաև օրինակ ամբողջ պետական ապարատին, այսպես ասած, պարգևատրումների միջոցով խրախուսելու տեսքով, օրինակ այդ բարձր միլիոնավոր պարգևատրումները ձեր կարծիքով ինչու են արվել։ Նախարարը չէ հիշում 6 միլիոն է ստացել, թե 7։ Արդեն այո, նույնիսկ այդտեղ ենք շփոթվում։ Այսինքն պետական բյուջեից միջոցները դուրս են եկել, մտել են որոշ ուրեմն պաշտոնյաների գրպանները եւ դրանք առաջիկա իրենց քարոզարշավի երաշխիքն են, այսինքն դրամական միջոցներ այս կամ այն տեղից պետք է չէ հայթայթային քարոզարշավների միլիոնները ապահովելու համար խնդրեն պետական միջոցներից մտավ իրենց գրպանը եւ կապահովեն սեփական քարոզարշավը եւ մյուս կողմից նաեւ երաշխիք են
այդ պարգևատրոնները սովորական քաղ ծառայողների համար բաժնի պետեր կլինեն, այնտեղ առաջատար մասնագետներ եւ այլն, ովքեր որ ստացել են պարգևատրոններ, սա էլ իրենց համար, այսպես ասած, խոստում է, որ երաշխավորված գնան եւ ընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը եւ ռեալ ընդդիմադիր դաշտ ձևավորելուն, այն տեսքով, որ այսօր տեղի ունենում, հա, ընդդիմության տարբեր թևերի միջև գզվռտոցը, թերահավատություն ունեմ, որ կարելի է այդպես իշխանություն փոխել, որովհետև ընդդիմությունը ամեն մեկը իր, այսպես ասած, շահը իր կողմ քաշելով թող երբեք չհավակնի եւ հույս չունենա, որ կարող են իշխանություն փոխել։ Երբեմն իրար ավելի շատ են ատում, քան իշխանությանը։ Այո, նման միտումներ ենք տեսնում։ Այո, այդպիսի տպավորություն կա եւ երբ որ այս դրսից ուսումնասիրում ես, հասկանում ես, որ դա ամբողջական ջանքերը, եթե իրենք ուղղեին Նիկոլ Փաշինյանին, գուցե հաջողություն վաղուց ունենայինք հենց փողոցային պայքարի միջոցով, բայց ցավոք սրտի ունենք այն, ինչ ունենք։ Սակայն գլխավոր ուղերձը, որ կարելի է տալ, այսպես ասած, հավաքական ընդդիմությանը, անկախ նրանից ինչ տարաձայնություններ կան, մեկը մյուսի հանդեպ չլուծված խնդիրներ, տարիների հաշիվներ պարզելու, պետք է հասկանան, որ այս խորհրդանական ընտրությունները վերջին շանսն են օրվա իշխանությունից ազատվելու համար։ Եթե մենք այդ շանսը կորցրեցինք, ապա հեռանկարները Հայաստանի Հանրապետության այն տեսքով ոնց որ մենք պատկերացնում ենք, իջիկ են ցնդելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց ապացուցել է եւ անթակույց ձևով, թե ինչ տեսակ շահեր է նա հետապնդում։ Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, որը մեծ հաշվով համընկնում է հենց իր իշխանության շահերի եւ նպատակների հետ։ Եթե մենք ակնկալում ենք, որ ընտրությունների միջոցով պետք է իշխանափոխության հասնենք, այստեղ չափազանց կարևոր է բնակչության բարձր մասնակցությունը ընտրություններին, ավականու ընտրությունների մասով էլ դուք շեշտեցիք, որ բավականին ցածր է եղել եւ օրինակ նույն ԿՊ-ն բնակչության միայն 9%-ի աջակցությունը ստանալով իշխանություն է պահպանել։ Հենց այս համատեքստում Տիկին Կոստանյան, ինչ պետք է անեն ընդդիմադիր ուժերը, որ այս ուղերձը մարդկանց հասցնեն եւ բացատրեն, որ ընտրատեղամաս գնալը չափազանց կարևոր է, եթե ուզում ենք մենք իսկապես ունենալ իշխանափոխություն։ Ամենաառաջինը ոչ թե խրախուսել, այսինքն այսպես թե այնպես խրախուսել, ոչ թե այդպես ձևական ասել, գիտեք ինչ պետք է մասնակցեք, ձեր քվեն չկորցնեք եւ այլն, իրենք չպետք է զզվեցնեն ժողովրդին, որ ժողովուրդը զզված հիասթափված չուզենա ընտրատարածքներ գնա եւ իր քվեն տա որևէ ուժի, որովհետեւ նորից նույն ձևով մարդիկ եթե նույնիսկ գիտակցեն, որ անհրաժեշտ է իրենց մասնակցությունը, որպեսզի ձայնը չկորի եւ իրենց մասնակցությունը ապահովեն, ապա գնալու են ընտրեն չարյաց փոքրագույնին, իսկ մենք այսօր հասարակության տարբեր շերտերում այդպիսի տենդենց ենք նկատում, որ մարդիկ ասում են, մեկա Նիկոլա արդեն այսպես ասած կանխատեսելի է մեզ համար որպես ղեկավար, հիմա մենք ինչ գիտենք նախկինները, եթե գան, այս նորերը գան, ինչ են անելու մեր գլխին, ինչ են բերելու, այսինքն պարզ չէ ժողովրդի համար ինչպիսի խոստումներ կան, ինչպիսի հեռանկարներ են նրանք պատրաստվում Հայաստանի համար ուրվագծել եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը իրենց համար կանխատեսելի է, չի բացառվում որ գնան ու նորից ընտրեն Նիկոլ Փաշինյանին, թեկուզ եւ օրինակ Նիկոլ Փաշինյանին ատում են։ Հետևաբար պետք է գիտակցել, որ սա կարևոր ուրեմն վերջին մարտ է, որտեղ ընդդիմությունը անկախ բոլոր տեսակի տարաձայնություններից, եթե իրար չօգնի, ապա չպետք է գոնե խանգարի։ Լավ կլիներ, եթե միասնական, այսպես ասած, ֆրոնտով հանդես գային, ինչը որ շատ բարդ եւ դժվար պատկերացնելի է, բայց կարելի է առնվազն միմյանց հետ պայմանավորվել, եթե ոչ նախընտրական փուլում կոալիցիաների տեսքով, ապա խորհրդարանում հայտնվելու պարագայում հնարավոր դաշինքներ ձևավորելու։ Եվ բացառելով իշխանության հետ համագործակցությունը։ Անպայման, ամենաառաջին նախապայմանն է եւ կարմիր գիծը, որը պետք է ֆիքսել։ Ձեր այս հիշատակած առաջարկը մեկ ճակատով հանդես գալու ձեր նախկին քաղաքական ուժի առաջնորդը Էդմոն Մարուքյանն է ներկայացրել հանրային դաշտում, Տիկին Կոստանյան, եւ Էդմոն Մարուքյանը իր պաշտոնը թողնելուց հետո այդ ժամանակ դարձավ ընդդիմադիր, իսկ դուք կուսակցությունը լքեցիք այն ժամանակ, երբ նա համաձայնեց Փաշինյանի կաբինետում հատուկ հանձնարարությունով դեսպանի պաշտոնը զբաղեցնել։ Անձամբ դուք հիմա Մարուքյանի անկեղծությանը հավատում եք եւ այս առաջարկին ինչպես եք վերաբերվում, որը նա ներկայացնում է։
Դժվար է գնահատականներ տալ անկեղծության մասին, իհարկե ինձ համար շատ կարևոր կատեգորիա է անկեղծությունը, նույնիսկ քաղաքական դաշտում, որովհետև ի վերջո մենք գործ ունենք ժողովրդի հետ, ով պետք է ընկալի, տեսնի, ընկալի եւ հավատա քեզ, հիմնվելով այդ անկեղծության գործոնի վրա, բայց հաշվի առնելով, որ պարոն Մանուկյանը դասական քաղաքական գործիչ է, տարբեր սցենարները բացառել չի կարելի։ Այո, ինձ համար ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կարմիր գիծը իշխանության հետ որևէ տեսակի համագործակցությունը, քանի որ ես շատ լավ ճանաչում եմ նրանց, այսինքն նրանց գենետիկան, իմանալով հանդերձ նաև մոտեցումներին ծանոթ լինելով, ես բացառում եմ, որ որևէ տեսակ համագործակցություն կարելի կլինի նրանց հետ ձևավորել։ Իրենց ուղղությունը դա իրենց մոտեցումն է, իրենց պատկերացումները, իրենց Հայաստանի Հանրապետության իրական, այսպես կոչված պայմանական իրական Հայաստանի մասին, որոնք չեն տեղավորվում իմ եւ ընդդիմադիր դաշտի շատ խաղացողների, շատ քաղաքական գործիչների եւ ուժերի պատկերացումների մեջ։ Այդ պատկերացումներում Արցախը ջնջված չէ մեր հիշողությունից եւ մեր նպատակներից ու պլաններից, հետեւաբար նորից վերադառնալով ձեր կողմից մատնանշած քաղաքական գործին, ոչ վաղ անցյալում նրա կողմից մատնանշվում էր, որ Արցախի մասին չպետք է խոսենք եւ Արցախի Հանրապետության ներկայացուցչություն պետական կառույցի Հայաստանի Հանրապետությունում դրա գոյությունը վտանգ է։ Այսքանով ինձ համար դիսկուրսը փակված է, այսինքն նման քաղաքական ուժերի հետ համագործակցությունը եւ երկխոսությունը բացառվում է։ Իսկ մտավախություն չունեք, որ ընտրություններում ինչ-որ վստահության կվստանալու դեպքում հիշալ գործիչը կրկին Նիկոլ Փաշինյանի հետ կհամագործակցի, պաշտոն կվերցնի, ինչ-ինչ հիմնավորումներով, ինչպես 21-ից հետո դա արեց։ Ես որևէ բան չեմ բացառում, սա ի վերջո քաղաքականությունն է, ուրիշ քաղաքական գործիչների եւ ուժերի մասով երաշխիքներ տալը անշնորհակալ գործ է, ինչ վերաբերում է անձնապես իմ մոտեցումներին, նորից շեշտում եմ, որ գործող իշխանության հետ համագործակցությունը եղկելի է, նույնիսկ այսպես կարող եմ ձևակերպել, որովհետև շատ վաղուց նրանց մոտեցումները եւ պլանները բաց դրված են սեղանին, այլ հարց է դու դրա մեջ տեղավորվում ես, թե ոչ։ Ցանկանում ես նկատես, թե ոչ, ամենակարևորը։ Եվգենի Կոստանյան, ադրբեջանցի падգամավորներից մեկը օրերս չէր բացառել, որ խաղաղության պայմանագիրը կարող է մինչև հունիս ամիսը, մինչև ընտրությունները ստորագրվել, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանը պարտավորվի, որ ընտրություններից հետո կգնա սահմանադրության փոփոխության ճանապարհով։ Դե գիտենք, Սրբուհի Գալյանն էլ հայտարարեց, որ նոր սահմանադրության տեքստը արդեն մարտի դրությամբ պատրաստ կլինի եւ կհրապարակվի։ Ըստ Զալիևը առաջիկա ամիսներին նման քայլի կգնա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի եւ արդյոք այս քայլը եթե տեղի ունենա, Փաշինյանի վերարտադրությունը անխուսափելի կդարձնի։ Նման ուղերձները արդեն իսկ հուշում են, որ որոշակի համաձայնություն այս երկու պետություն մեր պետության եւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության միջև կա եւ չի բացառվում, որ նույնիսկ խրախուսված լինի Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարի կողմից այդ մեսեջները ուղղելու, սա ավելի շատ Հայաստանի Հանրապետության հասարակության եւ քաղաքացիների մոտ այդ գիտակցությունը ամրապնդելու համար է արվում, որպեսզի մարդիկ սկսեն մտածել այդ ուղղությամբ, սկսեն համակերպվել դրա հետ, որ սահմանադրությունը կարող է փոխվել եւ այդ սահմանադրության մեջ օրինակ հնարավոր է տեղ չգտնի հռչակագիրը դուրս մղվի եւ այնպիսի սահմանադրություն կարվի, որը ձեռնտու կլինի թե գործող իշխանությանը եւ թե օրինակ Ադրբեջանի ու Թուրքիայի հանրապետություններին։ Հետևաբար չի բացառվում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, որոնք խոսվում են, տեսեք, անընդհատ տևական այս դիսկուրսը կա, հա, որ հեսա կկնքվի 1 ամիս, 2 ամիս, 6 ամիս հաջորդ տարի Նոբելյան մրցանակ ստանալու, Շեմին Նոբելյան մրցանակ ստանալուց հետո եւ այլն, ամեն տարի այս տարի։ Պարզ է, որ հստակ ուղերձ կա Ադրբեջանի ղեկավարության կողմից, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Եվ երբ որ մենք այս ուղերձը զուգադրում ենք Հայաստանի Հանրապետության որոշ պաշտոնյաների, տվյալ պարագայում Սրբուհի Գալյանի կողմից մեջ բերած, որ սահմանադրության տեքստը պատրաստ է արդեն, մենք տեսնում ենք, որ ուղիղ հրահանգ կա եւ այդ հրահանգը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների կողմից։ Սա որպես ռիսկ եմ գնահատում, որովհետև եթե մենք խոսում ենք մեր շահերի մասին, ապա առնվազն adekvat եւ հայամետ իշխանությունը
պետք է ամեն կերպ չեզոքացներ այդ մտավախությունները, որ իրենք կատարում են Ադրբեջանի ուղիղ հրահանգները, բայց իրենք հաստատում են ուղերձը գալիս է, իրենք հաստատում են, որ համապատասխան քայլերը ձեռնարկել են։ Իսկ մեր հանրությանը այս ամենի վտանգները ինչ ճանապարհով պետք է հասցնենք եւ որպես քաղաքական գործիչ այս մասով էլ տեսակետները տարբեր են, եթե այնուամենայնիվ այդ սահմանադրությունը դրվի հանրակրվեի եւ քվեարկությունը տեղի ունենա, որ ճանապարհն է ավելի արդյունավետ, առհասարակ բոյկոտել, չմասնակցել սրան, քանի որ ցածր մասնակցության դեպքում արդեն չի ընդունվի սահմանադրությունը, այնտեղ բավականին բարձր, եթե չեմ սխալվում, 700,000 մասնակցության դեպքում նոր կարող է ընդունվել, թե առհասարակ լծվել քարոզչությանը, ոչի ճակատ ձևավորել եւ մարդկանց համոզել, որ գնան եւ դեմ քվեարկեն դրան։ Եթե այնուամենայնիվ սահմանադրական հանրակրվեի ճանապարհով գնան, այո, կարծում եմ ամեն կերպ պետք է լինելու մերժել նոր կարված սահմանադրությունը, իհարկե գործող սահմանադրությունը, որի կարգը ամեն հնարավոր ու անհնար ձևերով խախտվել է, այնպես չի, որ մեր երազանքի սահմանադրությունը, բայց այս սահմանադրությունը այսօր, այս պահին եւ դրսից եկող հրահանգավորումներով փոխվելը Հայաստանի Հանրապետության գոյության ուրեմն գոյությունը կասկածի տակ է դնում, այսինքն նույնիսկ այս սահմանադրությունը, որը մեր սրտից չի բխում, այսպես ասած, փոխելը այս պահին ռիսկային է, չի կարելի, այո, ինչ որ մի օր ավելի խաղաղ պայմաններում, երբ որ իրավիճակը թոթափված կլինի, Ադրբեջանը չի միջամտի Հայաստանի Հանրապետության գործերին, Թուրքիան եւս, մենք կարող ենք որոշել եւ փոխել ու ունենալ ավելի լավ սահմանադրություն, սակայն դա այս պահին անելը մեծ ռիսկ է Հայաստանի Հանրապետության գոյության համար։ Ինչ վերաբերում է անցկացնելուն, հա, տեսեք, այս իշխանությունը այնպիսի քայլեր է արել հակապետական, չեմ վախենա ասել, հակապետական քայլեր, որ նույնիսկ հնարավոր է իրենք այդ սահմանադրական փոփոխությունները, եթե տեսնեն, որ այսինքն հանրության մեջ դժգոհություն է եւ չմասնակցելու ոչի ճակատով հանդես գալու պոտենցիալը մեծ է, իրենք հնարավոր է դա ինչ որ կերպ մոգոնեն եւ բերեն ու անեն խորհրդարանի միջոցով։ Եթե սահմանադրական մեծամասնություն ստանան, հայտարարում են արդեն, որ այդպես էլ ստանալու են։ Այո։ Եվ կարող ենք սպասել ավելի շուտ խորհրդարանում նոր սահմանադրության պարտադրանքը, քան հանրակրվեի միջոցով։ Եվ օրինակ ուշագրավ է, որ սուպերվարչապետական կոստյումից, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանը ամենախիստն էր քննադատում, հրաժարվելու միտումներ չունեն։ Այո, նա հիանալի տեղավորվեց այդ կոստյումի մեջ դեռ 2019 թվականին, երբ որ կառավարության կառուցվածքի փոփոխություններ բերեց ու այդ կառավարության կառուցվածքի փոփոխություններով ամբողջ ուժային համակարգը ենթարկեց իրեն։ Եվ Տիկին Կոստանյան, ամփոփելով ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը եւ մեզ բոլորից, եթե Նիկոլ Փաշինյանը եւս 5 տարով կառավարի մեր երկիրը։ Ես կարծում եմ, այսինքն այն ձևով ոնց որ մենք պատմականորեն գիտենք, Հայաստանը ասպատակվել է տարբեր թուրքական եւ ադրբեջանական, այսպես ասած, ուժերի կողմից, գուցե այդ ձևով չլինի, բայց այն, որ թուրքա-ադրբեջանականացվելու է, կարող է եւ դա լինել օրինակ տնտեսական գործընթացների միջոցով, դա միանշանակ է։ Այսինքն առաջին հերթին մենք որպես քաղաքական գործիչներ մեր թիվ 1 տնային աշխատանքը հանրության հետ աշխատանք տանելն է, որպեսզի այդ անտարբերությունից, հուսալքությունից եւ հիասթափությունից դուրս գան, ինչը որ շատ աննախադեպ մասշտաբների է հասնում, մարդիկ կորցնելով հեռանկարները Հայաստանի ապագայի հանդեպ արդեն չեն էլ մտածում, այսինքն այսպես ասած թուլացել են եւ սպասում են, թե ինչ պիտի լինի, վաղճանը ինչպիսին պիտի լինի։ Մյուս կողմից շատ փոքրիկ այսպես հասարակական շերտեր կան, որոնք մեծ խանդավառությամբ արևմուտքի այդ կեղծ խաղաղության քողը հայ հանրության աչքերին քաշելով փորձում են հույս ներարկել, բայց դա անիմաստ է, որովհետև ոչ ոք այդ ապագային չի հավատում։ Բոլորը, ովքեր մի փոքր adekvat եւ օբյեկտիվ վերլուծական միտք ունեն, հասկանում են, որ մեծ հեռանկարները դրանք չեն բերելու։ Գուցե կարճաժամկետ ինչ-որ տնտեսական ակտիվություն լինի, սակայն դա մեծ ապագայի հեռանկար չի կարող լինել։ Հետևաբար մենք պետք է զգոն լինենք, մեր, այսպես ասած, պայքարի զենքերը վայր չդնենք ու փորձենք նախընտրական շրջանում ամեն հնարավոր ձևով խրախուսել ու հանրությանը ոգևորել առաջին հերթին որպես քաղաքական ուժեր մեր ծրագրերով, ռեալ ծրագրերով, ոչ ուռճացված եւ
այսպես ասած անհեռանկարային քայլերով, այսինքն ռեալ քայլեր, որը քաղաքացուն հույս կտա, որ այո, սա հնարավոր է իրականացնել։ Եվ մեր չափելի է։ Այս խաղաղության համատեքստում մեր քաղաքացիներին հիշեցնենք, թե 18-20 թվականներին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին 2 տարիներին խաղաղ էր հարաբերականորեն, սահմաններին զոհեր չեն ունենում, սակայն տեսանք, թե այդ ամեն ինչը ինչով ավարտվեց 20 թվականին։ Այո, դա ըստ էության նախապատրաստական փուլ էր, որովհետև ինչպես տեսնում ենք, տարբեր իրադարձություններից ելնելով բոլորը գիտեին, ինչ է սպասվելու 2020 թվականին։ Միայն հասարակ ժողովուրդը չգիտեր եւ չէր պատկերացնում, որ այդպիսի ելք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես Արցախի հետ կապված։ Դրա համար առնվազն սա աչքի առաջ ունենալով, որ գործող իշխանությունը, որը բերել է մեծ պարտություն Հայաստանի համար, չի կարող խաղաղության երաշխավոր լինել։ Շնորհակալ եմ Տիկին Կոստանյան։ Շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանի հետ։ Կհանդիպենք։